Իմունիտետը, որն առաջացել է լատիներեն immunitas բառից, ինչը թարգմանաբար նշանակում է ազատում, հանդես է գալիս որպես օրգանիզմի բնական պաշտպանիչ մեխանիզմ։ Օր ու գիշեր այն պայքար է մղում տարատեսակ բակտերիաների եւ վարակների դեմ, ինչպես նաեւ ողջ ուժով ոչնչացնում է օտարածին բջիջները։ Գոյություն ունի ձեռքբերովի իմունիտետ եւ բնածին իմունիտետ։ Իմունիտետը կարող է լինել սպეციფიկ, ոչ սպეციფიկ, իմունիտետը կարող է լինել ակտիվ եւ пассив, կարող է լինել բջջային եւ հումորալ։ Պետք է գիտակցել հատկապես մեր մայրիկներն ու ծնողները, որ իրենց երեխայի իմունիտետը իրենց ձեռքերում են։ Երեխան պետք է կրծքով կերակրվի, որովհետեւ միայն կրծքով նա կստանա այն հակամարմինները, այսինքն կստանա ակտիվ իմունիզացիա իր մոր միջոցով, որը ոչ մի կարթնախառնուրդ չի կարող ապահովել։ Օրգանիզմը գտնվում է անընդմեջ պայքարի մեջ։ Պայքարում է օտարածին բոլոր ազդակներին, որը կարող են ներմուծվել օրգանիզմ արտաքին աշխարհից։ Դրանք են վիրուսները, բակտերիաները, տարբեր պարազիտները, միկրոբները եւ նաեւ անդադ պայքար է մղում մեր օրգանիզմի ներսում սինթեզվող օտարածին, այսպես ասած, սպիտակուցներ։ Ի շնորհիվ իմունային համակարգի նրանք ճնշվում են եւ չեն առաջացնում զանազան հիվանդություններ, բայց ցավոք սրտի ժամանակակից մարդը ամեն ինչ անում է, որպեսզի ընկճի իր իմունային համակարգը։ Այն օդը, որը մենք շնչում ենք, այն սնունդը, որը մենք ուտում ենք, ֆիզիկապես շատ пассив ենք, մի խոսքով մենք ամեն կերպ ճնշում ենք մեր իմունային համակարգը եւ գոնե մենք պետք է նրան աջակից լինենք, նրան օգնենք, որպեսզի դիմագրավի այս կյանքի տարբեր փորձությունների մեծ դեր է տրվում առողջ ապրելակերպին։ Իսկ եթե խոսենք երեխաների մասին, ապա մեծ կարևորություն է տարվում նրանց խնամքը, նրանց կերակրումը։ Սակայն լինում են դեպքեր, երբ նույնիսկ լավ խնամք է տարվում երեխայի համար, երեխան նույնիսկ կերակրվում է կրծքով, նա հաճախ է հիվանդանում։ Այս խումբն է, խոցելի խումբն է, հաճախ հիվանդացող երեխաների խումբ ունենք մենք։ Իհարկե դա ախտորոշում չէ, սակայն սա մի խումբ երեխաներ են, որը եթե մենք դիտարկում ենք տարվա կտրվածքով, նրանք հիվանդանում են ավելի հաճախ, քան իրենց հասակակիցները։ Այստեղ խնդիրը իրենց իմունային համակարգի անլիակատար լինելն է, հետ է մնում իրենց իմունային համակարգ, իրենց ստատուսով, իրենց հասակակիցներից։ Եվ սա հենց այն դեպքն է, որտեղ խորհուրդ է տրվում, բժիշկը խորհուրդ է տալի կիրառել իմունոմոդուլատոր դեղամիջոցներ։ Իմունոմոդուլատորները նրանք լինում են իմունոստիմուլատորներ եւ իմունոդեպրեսանտներ։ Հաճախ բժշկին պետք է լինում նաեւ ճնշել իմունիտետը։ Առողջ երեխաների շրջանում կամ եթե ուզում ենք իրենք չունենան որևիցե այլ խնդիր, մենք կիրառում ենք իմունոմոդուլատոր դեղամիջոցներ։ Այսինքն տալով դեղամիջոցներ մենք խթանում ենք երեխաների իմունիտետը եւ նպատակ ենք հետապնդում, որ նրանք ավելի հազվադեպ հիվանդանան։ Երեխաների դիմադրողականությունը շատ դեպքերում գցում ենք հենց ինքներս, ծնողները եւ ինչու՞ չէ նաեւ բժիշկները տեղի անտեղի նշանակելով տարբեր դեղամիջոցներ։ Պետք է լավ գիտակցենք, որ անվնաս դեղամիջոց չկա։ Թյուր կարծիք կա, որ վիտամինա թող խմի կամ երեխան ջերմեց ապահովության համար անտիբիոտիկա թող խմի։ Անտիբիոտիկ տալը դա շատ պատասխանատու որոշում է։ Անտիբիոտիկ տալը պետք է ունենա իր հստակ ցուցումները, պետք է նշանակի միայն բժիշկը։ Տալով անտեղի հակաբիոտիկներ մենք ճնշում ենք եւս մեկ անգամ մեր երեխայի իմունային համակարգը։ Շատ կարեւոր է, որ յուրաքանչյուր դեղահապ տալուց ծնողը կշռադատի եւ առանց բժշկի որևիցե դեղ չտա իր բալիկին։ Մեր օրգանիզմը մի յուրահատուկ, ինքնակառավարվող, ինքնավերականգնվող համակարգ է եւ ցավոք այդ համակարգի աշխատանքը խափանող պատճառները, հատկապես իմուն համակարգի աշխատանքը խափանող պատճառները բազմաթիվ են։ Եվ որպեսզի կարողանանք օգնել մեր օրգանիզմին դիմակայելու, պայքարելու այդ ախտածին ազդակների դեմ, առաջարկում ենք վիրուսիդ բնական ծագում ունեցող միջոցը։ Օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու նպատակով վիրուսիդը իդեալական տարբերակ է, քանի որ նա բաղկացած է բնական նյութերից, բազմակոմպոնենտ է եւ ունի շատ հետաքրքիր բազմակողմանի ազդեցություն։ Կուզենայի հատուկ շեշտել հակավիրուսային ազդեցության մասին, որը պայմանավորված է գլիցիրիզինաթթվով։ Իդեպ գլիցիրիզինազ թթուն ստանում ենք մատուտակ արմատներից, որը բժշկության մեջ շատ վաղուց հայտնի է որպես հակաբորբոքիչ, հակավիրուսային միջոց եւ շատ վաղուց օգտագործվում է վիրուսային եւ բակտերիալ ինֆեկցիաների բուժման համար։ Բացի այդ, վիրուսիդը ունի նաեւ ուժեղ հակաօքսիդանտային,
հատկություն, ի շնորհիվ խնձորաթթվի, որոշ վիտամինների, հատկապես վիտամին C-ն կուզենայի նշել, որը գրեթե յուրաքանչյուրս էլ օգտագործում ենք, այսպես ասած, իմուն համակարգը բարձրացնելու համար։ Բիոսիդի շատ կարևոր մի հատկություն եւս նշեմ, նա օժտված է վերականգնող եւ ընդհանուր դիմադրողականությունը բարձրացնելու հատկություններով։ Ի շնորհիվ որոշ վիտամինների, B խմբի վիտամիններն են, ֆոլաթթու, ամինաթթուներ, կարգավորում են նյութափոխանակությունը, B խմբի վիտամինները C-ի հետ միասին մասնակցում են արյունաստեղծման պրոցեսներին, բարելավում են նյարդային համակարգի աշխատանքը եւ կարելի ասել դա շատ կարեւոր է հատկապես քրոնիկ ձգձգվող, բարդացած հիվանդությունների դեպքում, անտիբիոտիկների կիրառումի ժամանակ։ Եվ հաշվի առնելով այս բոլոր հատկությունները, բիոսիդը կարելի է օգտագործել եւ պրոֆիլակտիկ եւ բուժական նպատակով, այնպիսի իրավիճակների ժամանակ, ինչպիսիք մեր առօրյայում շատ ընդունված այդ քրոնիկ հոգնածության համախտանիշը, երբ կա մշտական հոգնածություն, թուլություն, գլխացավ, որը նույնիսկ հանգստանալուց հետո չի անցնում։ Քանի որ սկզբում արդեն նշել էի, որ բիոսիդը դա բնական ծագումով միջոց է, չունի իր մեջ տոքսիկ նյութեր, պոտենցիալ ալերգեններ, այսինքն նա անվտանգ միջոց է եւ կարելի է նաեւ իհարկե բժշկի խորհրդով նշանակել նաեւ երեխաներին։ Ունի երկու դեղաձև՝ օշարակի եւ փոշի տեսքով։ Օշարակը նա արդեն պատրաստ է օգտագործման համար։ Բավականին հաճելի քաղցր համ ունի։ Իսկ փոշին նախապես լուծում են ջրի, հյութի կամ նույնիսկ կաթի մեջ ըստ ճաշակի։ Այսպիսով կարող եմ ասել, որ բիոսիդը դա օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու համար իդեալական տարբերակ է ամբողջ ընտանիքի համար։